Բարև ձեզ Տիկին Բադալյան։ Թեև 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններին դեռ 8 ամիս կա, սակայն քաղաքական դաշտում, ինչպես երևում է, եռուզեռ է։ Քաղաքական հայտնի եւ անհայտ, նույնիսկ նորելիք ուժերը արդեն դիրքավորվում են եւ իրենց գլխավոր մրցակից կարծեք թե համարում են իշխող ուժին, քաղաքացիական պայմանագրին։ Ավելին, ոգևորված Գյումրիի թիմ ընտրությունների ելքից ազդարարում են, որ 2026-ի համապետական ընտրությունների ժամանակ են նույն սցենարով գնալու։ Այսինքն ստացվելու է այնպես, որ Վարդան Ղուկասյան երկու օպերացիա են իրականացնելու։ Ուզում եմ հարցնել Տիկին Բադալյան, քաղաքացիական պայմանագիրը ըստ ձեզ պատրաստ է հակազդել Գյումրի երկու սցենարին։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ընդհանուր առմամբ բոլոր ելքերին պատրաստ է եւ բոլոր հնարավոր կանխատեսումներն անում է, որովհետեւ մեր ընդդիմությունը աչքի չի ընկնում կանխատեսելիությամբ եւ ինչ վերաբերում է Գյումրիի սցենարի կրկնվելուն, ապա Գյումրիի սցենարը իրենք փորձում էին նաեւ Երևանի քաղաքապետարանում ընտրությունների ժամանակ իրականացնել, բայց չհաջողվեց, այսինքն դա առաջին փորձը չէր, առաջին հաջողված փորձն էր ընդդիմության համար եւ բնական է, որ նրանք այդ սցենարը, որը ամենահաջողվածն է եւ ամենահավանականը ըստ իրենց տեսանկյան իշխանությունը վերցնելու, նրանք բնականաբար ամեն ինչ պիտի անեն, որպեսզի հասնեն հենց այդ նպատակին, բայց այնուամենայնիվ, ինչպես նաեւ ընդդիմությանը ուզում եմ հիշեցնել, որ ընտրություն կատարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է կատարում ընտրություն եւ ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կատարած ընտրության էլ կլինի ելքը։ Եվ իրենք չեն կարողանա որևէ դավադրություն անել։ Եվ մենք էլ որևէ կերպ որևէ խախտում չենք անելու եւ մենք ուզում ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքը զգա իր կարևորությունն ու պատասխանատվությունը, այն մեծ բաժինը պատասխանատվության, որը ընտրությամբ այսպես սահմանվում է եւ հենց այդ ընտրության արդյունքներով է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է կարողանում իր ապագան որոշել եւ մինչ օրս մենք առանձնապես այնուամենայնիվ պիտի ընդունենք, որ այդ լրջությամբ ընտրություններին չենք մոտեցել, մենք կարող է ամենայն լրջությամբ քննադատում ենք իշխանություններին, բայց այդ պատասխանատվությունը որևէ քաղաքացի իր վրա չի վերցնում, որ իմ կատարած ընտրության արդյունքում է այսպես լինում եւ հուսով եմ, որ վերջին տարիների իրադարձությունները այնքան են արդեն թրծել քաղաքական միտքը Հայաստանի Հանրապետությունում, որ այս ընտրությունների ժամանակ այդ պատասխանատվությունը մենք բոլորս կզգանք։ Գյումրիի ընտրությունների ժամանակ թույլ տվեք նկատել, որ այո, գյումրեցին նույն պատասխանատվությամբ էր մոտեցել, քաղաքացիական պայմանագիրը ձայների տոկոսով առաջին տեղում էր, բայց մենք գործում ենք ընտրական օրենսդրության հետ եւ ընտրական օրենսդրությունը փաստորեն հանգեցրեց մի իրավիճակի, երբ որ ընդդիմադիր ուժերը փաստորեն կարողացան իրենց քվեով քաղաքապետ դարձնել Վարդան Ղուկասյանին, որի քաղաքական ուժը թույլ տվեք նկատել առավելագույն ձայները չէր հավաքել։ Հիմա այս նույն սցենարով ոգևորված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս իր ասուլիսում ազդարարեց, որ թեև նախընտրական շրջանում դաշինքների մասին խոսելը վաղ է, բայց չի բացառվում, որ խորհրդարան անցնելու պարագայում այո դիմեն այդ սցենարի օգնությանը։ Նա մասնավորապես նշեց, որ ընդդիմադիր դաշտում երկու քաղաքական ուժ կա, որ հնարավոր է անցնի 26-ի խորհրդարան, մեկը իր ղեկավարած Հայաստան դաշինքն է, մյուսն էլ Սամվել Կարապետյանի նոր ձևավորվելիք ուժն է, եւ ասաց, որ խորհրդարան անցնելուց հետո չհամագործակցել հնարավոր չէ։ Շատ լավ։ Քաղաքական տեսանկյունից սա նորմալ է քաղաքագիտական տեսանկյունից։ Ես ուզում եմ վերադառնալ ձեր հարցի սկզբին։ Տեսեք, երբ ես պատասխանատվության մասին եմ խոսում, այսինքն նկատի ունեմ, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը որ Վարդան Ղուկասյանին կամ ընդդիմադիր ուժերին այնքան ձայն էր տվել, ելնելով միայն նրանից, որ ունի հակակրանք քաղաքացիական պայմանագրի նկատմամբ, սա անպատասխանատվություն է, որովհետև արդյունքում ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք որ սա աբսուրդ կարող էր դիտվել, բայց եղավ իրականություն, քաղաքապետ դարձրեցին Վարդան Ղուկասյանին, նա քաղաքապետ դառնալուց հետո հայտարարեց, որ այն մարդը, որ կասի, որ դեմ է Միութենական պետության ստեղծմանը, նա շանվորդի դավաճան է եւ թուրք թրքաբարո շանվորդի դավաճան, ինչ որ այսպեսի իրենց հատուկ այդ բառապաշարը օգտագործեց։ Այսինքն դուք կարծում եք, որ Վարդան Ղուկասյանին կամ
ընդդիմության այն ներկայացուցիչներին, որոնք ի սկզբանե պարզ էր, որ այդ սցենարը պիտի իրականություն դարձնեին, իրենց այս պահին վատ չեն զգում եւ չեն հասկանում, որ անպատասխանատու քայլ են արել, որովհետեւ առաջնորդվել են էմոցիաներով, ընդ որում արհեստածին տրամադրվածությամբ են իրենք առաջնորդվել, այլ ոչ թե անկեղծորեն կարծել են, որ այդ ընդդիմությունը իրենց քաղաքը դարձնելու է լավագույնը։ Այս պատասխանատվության մասին է խոսքը, որովհետև երբ որ դու մտածում ես հաջորդ 5 տարվա մասին, որի ընթացքում ամեն ինչ կարող է տեղի ունենալ, եւ պատերազմ, եւ խաղաղություն, եւ ճգնաժամ, եւ բարեկեցություն, ամեն ինչ կարող է տեղի ունենալ, եւ դու հաշվի չես առնում այդ ամենը եւ հաշվի առնում միայն քո զգացողությունները, քո զգացմունքները, կամ չգիտեմ, ես մեկի դեմքը դուրս գալիս է, մյուսինը դուրս չի գալիս, սա անպատասխանատվության ամենամեծ դրսևորումն է պետության եւ հայրենիքի նկատմամբ։ Այս դրա մասին եմ խոսում։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, իհարկե սա ամենահետաքրքիր, երբեմն նաեւ ինքնախոստովականական ցուցմունքներով այսպես հարուստ ասուլիս էր, որտեղ բնականաբար, եթե ընդդիմությունը չի հավաքում այնքան ոչ թե չի հավաքում է այնքան ձայն, որ դաշինք կազմելով կարող է հանկարծ վերցնել իշխանությունը, բնականաբար պիտի համագործակցի։ Ինձ համար շատ ավելի հետաքրքրական է հետևել, թե ինչպես էր Սամվել Կարապետյանի, այդպես էլ չկողմնորոշվեցին քաղաքական թե ապաքաղաքական ուժը, որը պատրաստվում է, ընտրություններին մասնակցել, որը հերքում էր բոլոր տեսակի կապերը նախկին իշխանությունների հետ եւ անընդհատ էր հերքում, անընդհատ փորձում էր բոլորին համոզել, չնայած որ այնքան ակնհայտ է ամեն ինչ, բայց միևնույն է, փորձում էին ինչ-որ շատ տարբեր զարտուղի ճանապարհներով համոզել, որ իրենք միանգամայն նոր եւ թարմ ուժ են եւ որևէ նախկինի հետ ու ներկայի հետ կապ չունեն, արդեն խոսում են թե դաշինքով եւ թե ներկայանալու կամ շատ դեմ չեն, նման խոսակցություններին, կամ էլ արդեն խոսում են այն մասին, որ իշխանությունը վերցնելու համար նրանք բոլորի հետ էլ պատրաստ են համագործակցել։ Մի ճշգրտում Նարեկ Կարապետյանը մեր ձևով շարժման համակարգողը ասաց, որ իրենք նախկինում ասել են, թե բացառում են նախկին նախագահների հետ գործակցություն, իսկ իրենց թիմերի պրոֆեսիոնալ, բանիմաց, աշխատունակ, ճկուն ներկայացուցիչների հետ, այո, իրենք պատրաստ են հանուն պետության, հանուն հայրենիքի բարգավաճման գործակցել։ Թիմերի հետ պատրաստ են, այսինքն անհատական մակարդակում պատրաստ են, բայց իմ կարծիքով բավականին երկար տևեց մինչև կարողացան այդ ելքը գտնել եւ գտնել այն արտահայտությունը, որը իրենց թույլ կտա այդ հակասությունը մի քիչ մեղմացնել մի քանի ամիս ասվածի եւ այսօրվա ասվածի միջև։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն էլ ամեն ինչ շատ լավ գիտակցում են եւ շատ կարեւոր է գիտակցել, շատ կարեւոր է ի վերջո հասկանալ մենք ինչի համար ենք պայքարում։ Մեզ պետք է ինքնիշխանություն ու անկախություն, թե ոչ։ Մեզ պետք է պատերազմ, թե խաղաղություն։ Երբ որ այս ամենակարևոր հարցերի շուրջ մենք կունենանք կոնսենսուս, բոլորս միասին կունենանք կոնսենսուս, մնացածը արդեն դառնում են տեխնիկական հարցեր։ Բայց երբ որ մենք գնում ենք, պայքարի, ընտրապայքարի, արդեն բևեռացված, ինչը շատ հետաքրքիր է, ասենք իշխող քաղաքական ուժը տեսնում է արևմտյան ապագան իր, ընդդիմադիրները արդեն սկսել են անթաքույց, այդ մասին խոսել, որ տեսնում են Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու եւ հին բոլոր համագործակցություններին վերադառնալու, այս հակասությունները շատ հետաքրքիր են քաղաքական տեսանկյունից եւ շատ օգտակար են քաղաքացու համար, որ թույլ են տալիս որոշումներ ընդունել եւ մի փոքր ավելի անկեղծ են, քան որ մենք էլ ենք խաղաղություն ուզում, բայց արժանապատիվ խաղաղություն։ Մենք էլ ենք ուզում համագործակցություններ, բայց ընդլայնված, լրացված, այո, դրույթներով հստակություն է պետք մտցնել այս ամենի մեջ եւ կարծում եմ, որ այս դեպքում նաեւ քաղաքացին արդյոք ունի իշխող ուժի հետ գաղափարական նմանություններ անկախ իր վերաբերմունքից, դա երևա արդեն 2021-26 թվականի հունիսին։ Կուզեմ նաև Ռոբերտ Քոչարյանի կանխատեսմանը արձագանքեք, մասնավորապես այն դրվագով, որ գալիք խորհրդարանում փաստորեն երկու ընդդիմադիր ուժ ի վիճակի կլինի հայտնվել, մեկը իր ղեկավարած Հայաստան դաշինքն է, այսինքն փաստացի այսօր խորհրդարանում եղող հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը եւ Սամվել Կարապետյանի դեռևս չձևավորված քաղաքական ուժը։ Պարոն Քոչարյանի կանխատեսումները չափազանցված չեն։ Շատ ձեր հարցը լսելուց ես խորհում էի եւ մտածում էի տեսնես ինչ եղավ, այդպես էլ
պատիվ ունեմ եւ Հայաստան դաշինքի ջրերը նույն առվով չգնացին, որ փոփոխության կարիք կա, հա, անդիմադիրի երկրորդ ուժի, բայց միևնույն է սրանք էլ անպագորգոր խոսքեր են, որովհետեւ տեսեք, ես չեմ ասում, որ մենք միանշանակ լինելու ենք իշխանություն։ Շատ հետաքրքիր է, որ ընդդիմությունը արդեն հանձնվել է եւ գիտի, որ իշխանություն չի լինելու եւ փորձում է ինչ-որ շատ հետաքրքիր կոմբինացիաներ մտածել, թե ինչպես է պայքարելու իշխանության դեմ կամ իշխանությունը վերցնելու համար, հատուկ չեմ շեշտում իշխանության գալու համար, եւ ինչու եմ ասում, ես տեսեք չեմ ասում վստահաբար, որ մենք լինելու ենք իշխանություն, դա այդպես չի լինելու կամ դա այդպես լինելու է, որովհետև ով կլինի իշխանություն եւ ով կլինի ընդդիմություն, որոշում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որոշում է այն մարդը, ով որ գնալու է քվեարկության։ Այսինքն հիմա քաղաքացու փոխարեն որոշում կայացնել կամ հայտարարել կամ ուղղորդել, թե ինչպես պիտի լինի, սա հատուկ է մեր նախորդ 2 եւ ավելի տասնամյակի, հա, քաղաքականությանը եւ սա էլ հերթական անգամ հուշում է, որ այնուամենայնիվ, երբ որ մենք ասում ենք իշխանությունը պատկանում է ժողովրդին, ապա մեր հակառակորդ ուժերը անընդհատ փորձում են նույնիսկ ենթագիտակցաբար առանց մտածելու արդեն ասել, որ իշխանությունը ժողովրդին չի պատկանում, մենք ինչպես կուզենք, այնպես էլ կլինի։ Տիկին Բադալյան, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը օրերս ազդարարեց իր քաղաքական հայտի մասին եւ վարչապետ դառնալու իր հավակնությունների մասին բարձրաձայնեց։ Հետաքրքիր է ձեր դիտարկմամբ պարոն Թաթոյանի քաղաքական հայտը ինքնուրույն ներկայացված հայտ է, թե նախկին նախագահներից մեկի ուղղորդմամբ է նա մտել քաղաքական դաշտ, լինելով վերջինիս պրոտեժեն։ Ես կարծում եմ, որ չգիտեմ որքանով է նպատակահարմար իմ անձնական կարծիքը հայտնել թե ոչ, բայց այնուամենայնիվ խիզախ եմ եւ հայտնեմ, հուսով եմ, որ ըմբռնումով կմոտենան մեզ լսողները այս պահին։ Կարծում եմ, որ իմ կարծիքով Արման Թաթոյանը դա պլան B-ն է, ընդդիմության պլան B-ն։ Այսինքն, եթե ժողովուրդը այնուամենայնիվ արդեն այնքան է հոգնած եւ այնքան չի ուզում նույնիսկ լսել որևէ նախկին նախագահի հետ փոխկապակցված մարդու մասին, որպես իշխանության ներկայացուցիչ, ապա այստեղ կա պլան B, իրենց մեջ համեմատաբար դեռ ամբողջապես չասոցացված մեկը։ Իմ կարծիքով սա այս տարբերակն է, բայց եթե մենք առաջնորդվենք, հա, ճիշտ եւ մաքուր այսպես դիտարկումներով, պիտի ասեմ, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցելու ընտրություններին, եթե ընտրական օրենսգրքի բոլոր առաջադրած չափանիշներին համապատասխանում է, այսինքն կուսակցություն է ձևավորել, ունի գաղափարախոսություն, օրենսդրության շրջանակներում բոլոր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ կատարված է, խախտումներ չկան, յուրաքանչյուրը կարող է մասնակցել ընտրություններին եւ Արման Թաթոյանն էլ բացառություն չէ։ Պարոն Թաթոյանի պարագան փոքրինչ այլ է, նա երկար տարիներ ընդ որում ամբողջ ժամկետով պաշտոնավարել է որպես մարդու իրավունքների պաշտպան, նախկին նախագահի երրորդ նախագահի օրոք եղել է արդարադատության փոխնախարար եւ այլ պաշտոններ է զբաղեցրել եւ փաստորեն հիմա նախընտրական այս շրջանում ընտրություններից 8 ամիս անց վերջապես խիզախեց ազդարարել իր քաղաքական հավակնությունների մասին։ Սա պատահական լինել, կարծում եմ, չի կարող։ Բայց որևէ բանով չի խոչընդոտում եւ չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այսինքն նույնիսկ ղեկավարելով որոշ կառույցներ եւ լինելով քաղաքական գործիչ ժամանակին զբաղվելով Հայաստանի Հանրապետության կառավարման, հա, որոշ այսպես հատվածներով դա բնավ չի խանգարում նրան հայտ ներկայացնելու եւ նա ունի այդ իրավունքը եւ այստեղ էլ էլի Հայաստանի Հանրապետության քաղաքացին է որոշելու արդյոք նա կդառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ թե ոչ։ Տիկին Բադալյան, քանի որ խոսեցինք Սամվել Կարապետյանի մասին, գիտեք, որ երեք նրա արտասահմանցի պաշտպան պարոն Ամստերդամը հանդես եկավ շատ զիլ, աննախադեպ խիզախ հայտարարությամբ, ասաց, թե Հայաստանի դեմ գրոհելու ենք այնքան, մինչև Կարապետյանին ազատ արձակեն։ Փաստորեն, պարոն Կարապետյանն ասում էր, որ իր ձևով է մասնակցելու եկեղեցու դեմ իբրև թե իրականացվող արշավին։ Նրա փաստաբանն էլ այժմ սպառնում է Հայաստանի դեմ գրոհելու մասին իր հայտարարությամբ։ Դուք ինչպես կարձագանքեք պարոն Ամստերդամի այս ոչ ստանդարտ հայտարարությանը, սա ինչի մասին է։ Ինչ գրոհելու։ Կարծում եմ ես չպիտի արձագանքեմ, յուրաքանչյուր քաղաքացի ինքը պիտի հասկանա,
որ Սամվել Կարապետյանի համար Հայաստանը իրենց ոչինչ չի ներկայացնում։ Դա մի վայր է ուղղակի իր համար, իր պատկերացմամբ մի պլատֆորմ, որտեղից կարելի է մեծ գումարներ աշխատել։ Եվ եթե ես մինչ օրս ինձ թույլ չէի տվել երբևէ որևէ թեկուզ քիչ վիրավորական կամ քննադատական բառ ասել, ապա ես այսօր մեծ վստահությամբ եմ ասում, որովհետև եթե քո փաստաբանը բնականաբար քո շահերն է արտահայտում եւ քեզ հետ համաձայնեցրած քո մտքերն է արտահայտում, այսինքն մեկ մարդու համար պատրաստ է անընդհատ գրոհել, մինչև վերջ պայքար տալ պետության դեմ, մի ամբողջ պետության, ընդ որում որի քաղաքացի համարվում ես նաև դու, ես կարծում եմ, որ սա անընդունելի է եւ սա լյուստրացիայի լավագույն դրսևորումներից մեկն է, որպեսզի հասկանան, որ Հայաստանի Հանրապետությանը գրոհելով նույնիսկ սեփական շահերը պաշտպանելը առաջնահերթություն է մեր այսօրվա արդեն ձևավորված կամ նոր ձևավորվող ընդդիմության այս շերտի համար, որովհետև մենք ունենք ընդդիմադիր գործիչներ կամ ընդդիմադիր ուժեր, որոնք այնուամենայնիվ բովանդակային, քաղաքական բովանդակային հակասություններ ունեն իշխող ուժի հետ եւ այս անձնական պայքարի մեջ նրանց ձայնը առանձնապես չի էլ լսվում, որովհետև մարդուն ավելի շատ սկանդալն է հետաքրքրում, բայց ես հուսով եմ, որ այնուամենայնիվ մենք այնքան ենք հասունացել, որ մենք կհասկանանք, որ մեկ մարդու համար պետության դեմ գրոհելը սարսափելի վատ հայտարարություն է եւ նաեւ պիտի մենք մեր ներսում վստահ լինենք, որ Հայաստանի Հանրապետությունը այնքան կայացած պետություն է արդեն, որ իր նկատմամբ գրոհ երբեք թույլ չի տալու։ Այդ գրոհը կլինի հակառակորդի թշնամու, թե նույնիսկ բարեկամի կողմից։ Հայաստանի Հանրապետությանը գրոհել չի կարելի, եւ սա չի քննարկվում։ Հայրենափրկչության կուրս վերցրած Հայ հեղափոխական դաշնակցության բարձրախոս հանդիսացող անկա կազմակերպությունը, ինչպես պարզվեց օրերս, հայտարարություն է տարածել եւ նշել, որ դաշնակցությունը դեմ է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի ներկայացրած օրինագծին, որը կոչվում է խաղաղության ակտ։ Այդ ակտը նախատեսում է Ադրբեջանի վերնախավի դեմ պատժամիջոցներ։ Փաստորեն ՀՅԴ-ն դեմ է այդ պատժամիջոցներին եւ հետաքրքիր մի պարզաբանում է ներկայացրել այս առնչությամբ, թե դրանում ոչ մի նշում չկա Արցախի հայերի, ռազմագերիների եւ պատանդների վերադարձը ապահովելու գծով։ Այսինքն այս բոլոր հիմնախնդիրները թողնված են ապագային։ Այսինքն մենք այստեղից կարող ենք շատ հստակ եւ վերջնականապես արձանագրել, սա էլ հո մենք չենք ասում, մենք միշտ ասում ենք եւ որոշ շրջանակներ հասարակության մեջ դրան դիմադրում ենք։ Կարող ենք վերջնականապես հստակ արձանագրել, որ Հայ դատի արևմտյան գրասենյակին կամ նրա շուրթերով նաև ընդդիմությանը, դաշնակցությանը, մնացած բոլորին բնավ այլ որևէ բան չի հետաքրքրում, որևէ կոնֆլիկտի հաղթահարում, հետագա զոհերի կանխում, Հայաստանի Հանրապետության բարգավաճում, բարեկեցություն, որևէ բան բացի մի քանի ռազմագերիներից չեն հետաքրքրում։ Կարող ենք սա արձանագրել ի վերջո։ Եվ այս երկու թեմաները իրար հետ շատ փոխկապակցված են, այ տեսեք, մենք քիչ առաջ խոսում ենք Սամվել Կարապետյանի փաստաբանի հայտարարության մասին, հիմա մենք խոսում ենք անկայի հայտարարության մասին, որոնք նույնական են, այսինքն Հայաստանի Հանրապետությունը, խաղաղությունը, անվտանգությունը բնավ հետաքրքիր չէ այս մարդկանց եւ սա ես չեմ ասում։ Սա իրենք են ասում եւ արդեն հնարավորինս պարզ են ասում, որովհետեւ այսպես էգզիստենցիալ վիճակում են հայտնվել, հա, հոգեբանական, արդեն վաբանկ են գնում, իսկ այդ դեպքում դու ուրիշ բան չունես, քան իրականում քո իրական մտքերը հա արտահայտելը, այնպես որ կարծում եմ, այս էլ բավականին կարևոր ցուցիչ է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր ընտրությունը անելուց առաջ չի առաջնորդվի այլևս զգացմունքներով կամ արհեստածին իրեն պարտադրված զգացմունքներով, հա, իշխանության նկատմամբ իրեն պարտադրված ատելությամբ, որովհետև ես սա համարում եմ պարտադրված ատելություն, որովհետև եթե մարդը մի պահ հետ կանգնի այդ լրատվական ամբողջ շիլաշփոթից եւ փորձի ինքնուրույն եզրակացություններ անել, ինքնուրույն իրեն դնել, հա, օրինակ երկրի առաջնորդի տեղը, այս իրավիճակում ինքը ինչ կաներ, այս իրավիճակում ինքը ելքը ինչպես է տեսնում, ապա նա բավականին տարբերվող մոտեցումներ կունենա, գուցե նաև մեզանից տարբերվող,
բայց նաև իրեն պարտադրված մոտեցումներից տարբերվող կլինեն այդ մոտեցումները։ Այդ դեպքում որպես ասվածի ամփոփում թույլ տվեք հարցնել, ինչ օրակարգով է ընդդիմությունը գնալու 26-ի ընտրություններին։ Իսկապես խաղաղության լոզունգներով, թե հետաձգված պատերազմի տանող խաղաղությունն է նրանց պատկերացրած խաղաղությունը, այսինքն ընդդիմությունը խաղաղություն ձև անենք, որ կողմենք խաղաղությանը, բանակցենք փաստաթղթի շուրջ, բայց ամեն ինչ անենք, որպեսզի այո, ընդդիմությունը արդեն հայտարարել է, որ չի բանակցելու արդեն ստորագրված փաստաթղթի շուրջ եւ պահանջում է վերադառնալ նոյեմբերի 9-ի փաստաթղթին։ Այն համարում է երազանքի փաստաթուղթ։ Սա եւս հերթական ապացույցն է, թե ինչքան կեղծ է այդ օրակարգը։ Ընդդիմությունը որևէ անգամ չի ասում, որ եւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւս խաղաղության փաստաթուղթ չէր, հրադադարի փաստաթուղթ էր այն, այսինքն պատերազմի հետաձգման մասին էր այդ փաստաթուղթը եւ մերժում են օգոստոսի 8-ի փաստաթուղթը եւ բնականաբար սրանով էլ ամեն ինչ ասված է եւ հետեւաբար եթե ընդդիմության շուրթերից խաղաղություն, հարատև խաղաղություն, վերջնական խաղաղություն արտահայտությունները մենք կլսենք, դրանք բնականաբար լինելու են կեղծ։ Ինչ օրակարգով կգնա, մենք տեսնում ենք ըստ իրավիճակի ընդդիմության օրակարգը պարբերաբար փոխվում է։ Պարբերաբար տարին մեկ փոխվում է եւ ես վստահ չեմ, որ այն օրակարգը, որ այս պահին է հայտարարվում, դա է լինելու հենց, ասենք, մայիս, ապրիլ, մայիս կամ հունիս ամիսներին, դա չի լինելու, նրանք անընդհատ իրավիճակային, որովհետեւ կրկին էգզիստենցիալ խնդիր ունեն նրանք, ոչ թե խնդիր ունեն բան փոխելու, խնդիր ունեն պետությունը հարատև դարձնելու, ինքնիշխանությունը, պահպանելու, բացարձակապես դա չի խնդիրը եւ դրա համար էլ օրակարգերը կփոխվեն։ Ճակերտավոր մշտական օրակարգերից մեկն էլ վարչապետին անվստահություն հայտնելն է եւ անընդհատ ձախողել, անընդհատ նման նախաձեռնությամբ հանդես գալ, անընդհատ տապալել։ Մի քանի շաբաթ առաջ էլ լսումներ էին կազմակերպվել, համապատասխան նախագիծ ներկայացվեց, բայց սայլը տեղից չի շարժվում։ Սայլը տեղից այդպես էլ չի շարժվելու, ասեմ ինչու, որովհետև նրանք շարունակում են մնալ իրենց ոճի մեջ, ուղղակի որովհետև ուրիշ ոչ մի բան անել չեն կարող։ Կան չէ նախկին падգամավորներ կամ падգամավորուհիներ, որոնք որ պարբերաբար հայտարարում են, այ ես գիտեմ 8 հոգի արդեն քաղաքացիական պայմանագրից միացել է, այ դե հաստատ է դա եւ այլն եւ այն դեպքում, երբ որ նույնիսկ ժողովրդի մեզ առանձնապես չհամակրող հատվածը շատ լավ գիտի, որ նման բան լինել չի կարող եւ բայց կա մի հատված, որը սիրով այդ քաղցր սուտը ընդունում է եւ ինքը շատ հարմարավետ է զգում այդ ստի հետ։ Այսինքն նույն ոճի մեջ են, այստեղ մի բան եմ ուզում շեշտել, որ մեր քաղաքական հասունությունը, ընդհանրապես որպես պետություն, մեր հասունությունը որպես ժողովուրդ կերևագիտեք երբ որ իրար կողք կդրվի եւ այդ համեմատության մեջ ժողովուրդը կհասկանա այդ օրակարգերի տարբերությունը։ Այսինքն երբ որ իշխող ուժը ասում է իմ օրակարգն է խաղաղությունը, բոլոր հարևանների հետ նորմալ հարաբերությունները եւ աշխարհի բոլոր երկրների հետ հնարավորության դեպքում համագործակցությունը, այսինքն մենք խոսում ենք գլոբալ խնդիրների մասին եւ ընդդիմության օրակարգի հիմքում դրված է վարչապետի հրաժարականը միայն ինչ է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքում ինչ է փոխվելու վարչապետի հրաժարականից։ Բան չի փոխվելու, բայց իրենց ձեռքին հայտնվելու է ընտրական գործիքը, որով մասնակցելով ընտրություններին կբանեցնեն ինչքան ուզենք, այդքան խփենք բանաձևը եւ չարաչար սխալվում են, որովհետեւ գոյություն ունի քաղաքական ուժ։ Քաղաքական իշխող ուժ, որին ընտրում է ժողովուրդը եւ որն էլ ընտրում է իր վարչապետին։ Այսինքն չեմ ուզում շատ այստեղ փակագծերը բացել, բայց նույնիսկ այդ հարցում է սխալվում ընդդիմությունը։ Բայց սա էլ կարևոր չէ, ընդդիմության որևէ նման բան չի հաջողվելու երբեք, պարզապես այստեղ նորից եմ կրկնում, մեզանից յուրաքանչյուրը պիտի այդ երկու օրակարգը դնի իրար կողք եւ իր իսկ շահերից ելնելով հասկանա ինձ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի խաղաղությունը պետք է թե ոչ, անվտանգությունը պետք է թե ոչ, համագործակցություններն ու տնտեսական մեծ հնարավորությունները պետք են թե ոչ, ինձ Հայաստանի Հանրապետության վարչապետի հրաժարականը պետք է թե ոչ, ինչ կտան սրանք եւ ինչ կտա սա։ Եվ այդպիսով էլ կատարեն իրենց ընտրությունը։ Շնորհակալ եմ զրույցի համար Տիկին Բադելյան։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։